Վերադարձանք տաղավար ու շտապելու ենք խոսել շատ շուտով մի մեզ համար ու վստահ եմ ձեզ համար նույնպես մի շատ հետաքրքիր նախաձեռնության եւ բացահայտելու ենք շատ հետաքրքիր տեղեկություններ ինքներս մեզ համար եւ նորով ենք սկսելու ճանաչել մի հանճարեղ բանաստեղծի, խոսքը Ավետիք Իսահակյանի մասին է։ Ես շտապեմ արդեն ներկայացնեմ թեման։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մեկնարկում է նոր նախագիծ Գեորգի Սվիրիդովի Երկիր հայրական վոկալ էպիկական պոեմի թատերականացված բեմադրությանը։ Այդ թե ինչ է սա, որի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Սիրով ներկայացնենք մեր տաղավարում են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը եւ ռեժիսոր Արսեն Ղազարյանը։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք օրը սկսում։ Այսօր միայն ռեժիսորով ձեզ ներկայացեցինք, ոչինչ, չէ՞։ Ոչինչ, եթե դուք եք տենց ուզել, մենք մենակ ռեժիսոր ասեցինք։ Բարի լույս, շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Բարի լույս։ Եվ ուզում ենք նախ իմանալ այս պատմությունը ինչպես է ստացվել, որ հանճարեղ կոմպոզիտորը ռուս անդրադարձել է մեր մեծ բանաստեղծին։ Ողջունում եմ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ասեմ, որ Իսահակյանը դեռևս իրոք բացահայտված չէ մեզ համար եւ շատ բացահայտումներ ունենալու ենք։ Մենք գիտեինք, որ Գեորգի Սվիրիդովը ծանոթանալով բլոգի թարգմանությամբ Իսահակյանի ստեղծագործություններին ստեղծել է Հայրերի երկիր շարքը, Ստրանա Ottsov շարքը։ Սակայն խորությամբ չէինք ճանաչում, թե ինչ ստեղծագործություն է սա, եւ շատ պատահմամբ Արսենը իր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտում է, որ սա եւ որպես մասնագետ տեսնում է, որ սա էպիկական վոկալ պոեմ է, որը նոր ժանր է, նոր ստեղծագործական ժանր է եւ յուրահատուկ է նրանով, որ Սվիրիդովը կարողացել է Իսահակյանի տարբեր շրջանների, տարբեր ժամանակաշրջանների բանաստեղծություններն այնպես համադրել, որ այնտեղ յուրաքանչյուրը կտեսնի իր կորսված հայրենիքը, կվերագտնի իր հայրենիքը։ Այսպես տրամաբանական շարքը այնպես է զարգանում, այնտեղ հանդիպում ենք Պանդուխտի երգը, հանդիպում ենք Կռվի երգը, Հայդուկի երգը եւ ստեղծագործությունն ավարտվում է դու պիտի ծաղկիս երկիր հայրական քո ոգով, ոճով եւ բարձրագլուխ։ Այնքան հարազատ է մեզ, կարծես յուրաքանչյուրս գտնում ենք մեր հայրենիքը, Կռվի բոհով անցած, տանջանքների միջով անցած, պանդխտության միջով անցած, բայց վերջում միանշանակ դու պիտի ծաղկիս երկիր հայրական եւ այս ամենը ողողված է մի աննկարագրելի երաժշտական հզորությամբ։ Ես պարզապես փորձերի ժամանակ դժվար եմ զսպում հուզմունքս, այդ հզորությունը, այդ ահռելի ուժը, այդ ձայնը եւ այդ հզորությունը նաեւ ներկայանում է մեր արտիստների միջոցով, այսպես Հայկը Տիգրանյան եւ Հովհաննես Անդրեասյան մի աննկարագրելի կատարմամբ են ներկայացնում, դաշնակահարը Լյուսյան է Շահնազարյան եւ Արսենի բեմադրությունը պարզապես մի ուրիշ աշխարհ է մեզ տանում եւ խորհրդավորն ու յուրահատուկն այն է, որ կարծես թանգարանային առարկան, թանգարանի ցուցադրության մեջ ներկայացված էր Սվիրիդովի այս գիրքը, որը նվիրել է Իսահակյանին եւ շնորհակալությամբ է նվիրել Իսահակյանին, այս ստեղծագործությունների համար շնորհակալությունն է իր հայտնել, սա կարծես կենթանանում է, դառնում է թանգարանային իրը, թանգարանային առարկան, դառնում է կենթանի մի պատմություն եւ հենց ներկայացումն էլ արդեն Արսեն ավելի մանրամասն կպատմի դրա մասին, այդպես է կառուցված, որ թանգարանային առարկան կենթանանում է եւ դառնում է մեր աչքի առջեւ ներկայացում եւ սա յուրահատուկ է նաեւ նրանով, որ թանգարանը այո կենթանի օրգանիզմ է եւ յուրաքանչյուր առարկա մեզ պատմում է մի ժամանակաշրջանի, մի դեպքի, մի պատմության մասին, որը անչափ կարևոր է եւ մենք փորձենք ավելի դետալ առ դետալ տեսնել թանգարանային առարկաները եւ թանգարանային երևույթները։ Հրաշալի, բայց նախախոսելը այնքան հետաքրքիր էինք մենք մինչև եթեր դուրս գալու այսպես տարբեր թեմաների անդրադառնում։ Արսեն, հետաքրքիր է այս պատմությունն ու այս թեման քիչ առաջ որ պատմում եք եթերից դուրս գալ, խնդրում եմ նաև մեր հեռուստատողներին նույնպես մանրամասնենք, որովհետև վստահ եմ, ինչքան էլ մարդիկ առանձին գիտեն ու ճանաչում են, բայց այս պատմությունը շատ քչերը գիտեն։ Ցավոք։ Շնորհակալություն հրավիրելու համար, կարևոր է անդրադառնալ ազգային մշակութային արժեքի, ես այո անվանում եմ եւ հայկական ազգային մշակութային արժեք եւ ռուսական մշակութային արժեք երաժշտական առումով։ Նախ սկսեմ պատմությունից, որը բավական հետաքրքիր է, ստիպված պետք է ներկայանամ, որպես Երևանի Կոմիտասյան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի դասախոս, դոցենտ, տարիներ շարունակ մասնակցել եմ
Մագնիտագորսկի Գլինկայի անվան երաժշտական ակադեմիայի գիտաժողովներին եւ տարին 2025 թվականը Իսահակյանական տարի էր մեզ մոտ Հայաստանում 150-ամյակներ մեծ վարպետի եւ նույն տարում նշվում էր նաեւ Գյորգի Սվիրիդովի 110-ամյակը եւ ահա առաջարկ եղավ մասնակցել այս թեմայի շրջանակներում Գյորգի Սվիրիդովի 110-ամյակին միջազգային գիտաժողովին, որտեղ բացահայտվեց ինձ համար Սվիրիդովի կյանքը, կենսագրությունը որպես օպերային ռեժիսոր, ես մանագել ինչպիսի նման ստեղծագործություն կա։ Եվ ահա հանդիպում ես հայրերի երկիր Ստրանա Ացով էպիկական վոկալ պոեմին։ Եվ հատկանշական է, որ ոչ թե վոկալ ցիկլ, երգաշար, այլ վոկալ պոեմ։ Կառուցվածքային առումով արդեն ինքը ենթադրում է որոշակի դրամատուրգիական գիծ, որը ունի իր նախաբանը իր ընթացքը զարգացումը բաղկացած է 11 բանաստեղծություններից Իսահակյանի տարբեր տարիների գրված եւ ահա այստեղից սկսվեց արդեն ամբողջ ուսումնասիրությունը հետաքրքրությունը որոնել գտնել Հայաստանում որքանով է գործը ուսումնասիրված գիտական դաշտում որքանով է այն հետազոտված քննարկված եւ այլն եւ այսպես անգամ կլավիրի հայտնաբերելը մի քիչ բարդություն ներկայացրեց եւ այս որոնումների ընթացքում բախտ վիճակվեց ծանոթանալ մի հրաշալի անձնավորության հետ, որ սկսվեց մեր ընկերությունը Արմինեի հետ, ես գնացի թանգարան ներկայացրեցի, ման են գալիս կլավիրը գտնել, ու թանգարանում գտնվեց։ Նախ այսպես Իսահակյան գրադարանում հարցրեցի, Եղիշե Չարենցի անվան արվեստի եւ գրականության երաժշտության ֆոնդի բաժնում հարցնում, կլավիրը չկա, անհնար է գտնել։ Ես ընդհանրապես տեսել էի ձայնագրության, որ 3 ստեղծագործություն 2015 թվականին Արամ Խաչատրյանի տուն թանգարանում մեր Հայկ Տիգրանյանը ձայն, բաս ձայնով ինքը երգել է կա, բայց մանրամաս ամբողջական նյութը չկա, ընդհանրապես 3 թե 4 ստեղծագործություն։ Եվ հայ այստեղ պատահաբար ով հրաշք տեսնում ես մասունք, որ էքսպոնատների այդ ցուցադրության, հա, ապակուտակ դրված է հենց Ստրանա Ացով կփշաքաղվես, որ մանես եկել։ Ու Սվիրիդովի մակագրությամբ 57 թվականին առաջին հրատարակված կլավիրը, որ նվիրել է մեծ վարպետին, մեծ խոսքերով գովեստի մեծ Հետաքրքիր նրանց հանդիպան մասին նույնպես։ Հա, հիմա պատմեմ շարունակություն։ Նախ ինչպես է ծնվել ստեղծագործությունը։ Խոսել պատմել Գեորգի Սվիրիդովի հանճարի ու մեծության մասին երաժշտական ժամանակը չի բավարարի։ Եվ ահա պատմությունը որքանով որ հնարավոր եղավ ձեռք բերել արդեն լուրջ երաժշտագետների ֆունդամենտալ բան աշխատությունները կարդալ ուսումնասիրել, շատ հետաքրքիր պատմություն է ստացվում։ Ակունքները գնում են դեռևս 20-րդ դարի սկիզբ, երբ Վալերի Բրյուսովը Ալեքսանդր Բլոկին առաջարկում է հայկական պոեզիայի անթոլոգիայի մեջ թարգմանել հայկական պոեզիայի գոհարներից, մարգարիտներից եւ ահա այստեղ Բլոկը շատ բծախնդիր գրող ինքը իր ակցենտը դնում է հենց Իսահակյանի, եթե չեմ սխալվում, Քուչակի ստեղծագործությունների վրա։ Թարգմանությունը կատարում է 16 թվականին։ Հետագայում մենք հանդիպենք նա, որ Ալեքսանդր Բլոկը որպես գրող, որպես տեսակ, որպես մտավորական, որպես իր հայրենասեր, հա, պատրիոտ այսպես ասած կերպար, առանձնահատուկ տեղ է գրավել Գեորգի Սվիրիդովի կյանքում, իսկ Սվիրիդովը աննկարագրելի կերպով իմացել է համաշխարհային գրականություն, որտեղ իր վոկալ շարքերի մեջ կան, ցիկլերի մեջ կան նույն Ռոբերտ Բյորնսի բանաստեղծությունների հիման վրա գրված ցիկլեր, Պուշկինի, Եսենինի, Նիկրասովի, Շեքսպիրի, այսպես շարունակ, եւ այս պլեյադայի, այս շարքի մեջ հանգարց առանձնացված է հենց Ավետիք Իսահակյան, տարբեր տարիների գրած բանաստեղծությունների վրա ինքը առանձնացնում է եւ 50 թվականին 1950 թվականին ամբողջ սովետական երաժշտական աշխարհի մեջ տեղի ունենում հեղափոխություն, էպիկական վոկալ պոեմ։ Ռուս երաժշտագետներից մեկը շատ հետաքրքիր դիտարկում էր արել, որը շատ ազդեցիկ է լինում, այդ բովանդակությունը բացահայտելու համար, ասում էր արվեստի մեջ հազվադեպ է պատահում երևույթներ, երբ մի մտավորական, մի արվեստագետ մտահոգ իր ժողովրդի, իր երկրի, իր հայրենիքի պատմությամբ ճակատագրով անդրադարձ է անում մեկ այլ մշակույթի, մեկ այլ երկրի ազգի ժողովրդի մտավորականին, նույնիսկ մտակ, եւ այդ դրա միջոցով դառնում ել ավելի ինքնաարտահայտվող իր ապրումների, իր հույզերի համար։ Այո, բանաստեղծությունները 11-ն են, նախերգանքն է, առաջի բանաստեղծությունը դա հայ ճարտարապետներին նվիրված է, հետո հաջորդում է բանաստեղծական շարքի մեջ
հաջորդիվ Հաջորդի տարբեր կերպարներ են։ Այո, գալիս են հաջորդաբար գալիս։ Նախ պոեմը կամերային առումով է գրել դաշնամուրի բաս եւ տենոր ձայների համար։ Եվ արդեն բասի կերպարը ինքը դառնում է այն պատմիչի կերպարը, որը խոսում է իր երկրի, հայրենիքի ու ժողովրդի ու ճակատագրի պատմության մասին, եւ այստեղ հայտնվում է իր թեթև լույսով Արազի ափին ոստանազլի այլ տենորի կերպարը, արդեն ձայնային տարբերությունը արդեն որոշակի հուշում է կերպարային փոխհարաբերության, ինչ որ եզրեր պետք է լինեն, ինչ է այսպես։ Եվ երիտասարդի կերպարը, որ ճանապարհորդի կերպարը, մեկնողի կերպարը ու եւ այստեղ ինքը հանդիպելով պատմիչի կերպարին, ծանոթանալով իր ժողովրդի անցյալին ու պատմությանը, որին ինքը անհաղորդ էր եւ ուզում էր հեռանալ հայրենիքից։ Ինքը մասնակից է դառնում այս պատմությանը, ճանաչում է այս արժեքին ու հասկանում է, որ ստեղից մեկնել տեղ չկա։ Եվ այստեղ թե անցյալը, թե ժողովրդի մակարումը, թե երազանքները, թե կարոտը, այս ամեն ինչը մեկտեղում է մեկ գաղափարի մեջ՝ հայրերի երկիր, որից հեռանալ չի կարելի։ Եվ հայրենատեր լինելու համար պետք է լինել հայրենաճանաչ։ Եկանք հասանք Նժդեհին։ Արդեն Մայիսի 26-ին է նախանշված առաջնախաղը, բայց սա նաև ենթադրում է, որ հետո էլի կլինեն առիթներ։ Անպայման ինձ թվում է Անպայման, դեռ ավելին ասեմ, գիտենք, որ Իսահակյանի տուն-թանգարանն ունի հրաշագեղ այգի, վարպետի սիրելի այգին, որտեղ իր նստարանն է տեղադրված, եւ մենք որոշել ենք հաջորդ ներկայացումները հենց այգում իրականացնել։ Սա էլի շատ յուրահատուկ մի բան է դառնալու, էլի ոճի մեջ նոր է կարծես թե այգում այս տեսակ չեմ ասի բարդ, բայց ավելի խորիմաստ, շատ լուրջ ստեղծագործություն, բայց կարծում եմ, որ այդ այգու մթնոլորտը, հողը, որը կգտնենք նաև այգում, ավելի այսպես խորհրդավորություն կտա այս ստեղծագործությանը, այնպես որ հաջորդի վայելելու ենք նաև այգում, բայց մայիսի 26-ին հրավիրում ենք բոլորիդ այս հրաշալի ներկայացումը դիտելու։ Ժամը քանից է։ Ժամը 7-ին։ Տևողությունը մոտավորապես ինչքան է տևում։ Այս բանը չեմ կարող ասել, չեք ձանձրանա։ Ես ուզում եմ մի անցում էլ կատարել, եթե դուք շատ կարևոր է, նախ կարող եմ առաջանալ գաղափարը, կարող ես ոգևորվել գաղափարով, կարող ես նպատակներ ունենալ, բայց շատ կարևոր է, երբ որ այդ գաղափարները քո սրտում, քո մտքում հանդիպում ես իրոք հոգատար մի անձնավորության եւ նա թեվութիկունք է կանգնում քեզ իր խորհրդով, իր աջակցությամբ, իր ոգևոր շնչելով ու ասնում եք արդյունքի։ Այդպիսին արմիններն էր, որ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Նախաձեռնությունները ոգևորում է։ Նաև առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ ընկերներին, Հայկ Տիգրանյանին, որ հանդես է գալու այդ իմաստունի պատմիչի երկրի տերի կերպարով, Հովհաննես Անդրեասյանին, տենորը, երկուսն է մեր ջերմ ողջույնները։ Անպայման։ Եվ իհարկե առանձնահատուկ մեր գեղեցկուհուն Լուսիային Շահնազարյան, դա հրաշք բարձր պրոֆեսիոնալիզմի դաշնակահարուհի, որ ուղղակի լսել է պետք նրա կատարումները։ Իդեպ մի բան էլ ավելացնենք, որ այս տարի լրանում է մեր հանրային ռադիոյի 100-ամյակը եւ հանրային ռադիոյի 100-ամյակի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում արվելու է էպիկական վոկալ պոեմի ֆոնդավորումը, ձայնագրումը։ Եվ արդեն ձայնագրություններ ընթացքի մեջ են, ձայնագրվել է, շնորհակալություն հանրային ռադիոյի մեր ընկերներին, իմ կոլեգաներին։ Մենք հանդիպել ենք այդ առիթով մի ամբողջ եթեր մենք նվիրել ենք մեր հանրային ռադիոյի, մեր հայկական ռադիոյի ծնունդին, բայց առիթից օգտվելով դա կապ չունի հենց այդ օրներ, մենք ամբողջ տարին ենք նշել այդ շրջանակներում նաև ուրախում ենք, որ ձայնագրվելու է եւ պահպանվելու է, ֆոնդավորվելու է ռադիոյում եւ համագործակցություն նույնպես ունեք կարծես թե կրթամշակութային։ Միանշանակ Ասկ հիմնադրամը Արսենի ղեկավարած ուրեմն հիմնադրամն է, որի հետ համագործակցում ենք այս պրոյեկտը իրականացնելու մասով եւ ասեմ, որ Իսահակյանի թանգարանը այո, ամեն բան անում է, քանի որ մեր նպատակն է Իսահակյանի կերպարն ու ստեղծագործությունը հանրայնացնել եւ միջազգային ասպարեզներում ավելի շատ ներկայացնել եւ զարմանալի չէ, որ այս հրաշալի գաղափարը միանգամից մենք այսպես ողջունեցինք եւ ճիշտ է, որոշ դժվարություն
նորություններով հանդերձ կարողացանք իրագործել, քանի որ գիտենք յուրաքանչյուր նոր նախագիծ սկսելը բավական դժվարություններ է ենթադրում, բայց մենք կարողացանք սա իրագործել։ Ես համոզված եմ, որ ունենալու ենք շատ հրաշալի մի երեկո Իսահակյանի տուն թանգարանում, այդ խորհրդավոր վայրում, որտեղ թանգարանային առարկաներն են եւ նոր ցուցադրության սրահում է տեղի ունենալու ներկայացումը, այնուհետև արդեն թանգարանի այգում, այնպես որ սիրով սպասում ենք բոլորիդ, հետևեք թանգարանի նորություններին, մենք էլի այլ նորություններ ունենք նաեւ մեր հանդիսատեսի համար եւ մեր այցելուների համար, այնպես որ սիրով կսպասենք բոլորիդ թանգարանում։ Շնորհակալ ենք շատ եւ շնորհակալ ենք։ Եթե մի փոքրիկ ավելացում էլ, որը իրոք այս շրջանակներում շատ կարեւոր է արդից օգտվելու, կուզենայի արձանագրել, խորին շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի երաժշտագետ ընկերներին, Տիկին Շերյանյանին կարող եմ ասել, Լիթին Մարտիրոսյան, մի խոսքով Գոհարին Շահոյան, բոլորին, որովհետև այս ընթացքում իրենց հետ շատ քննարկումներ ու խոսակցություններ են եղել եւ ասեմ, որ սկսվել է բավական լուրջ գիտական աշխատություն հենց հիմա ընթացքի մեջ է, այսինքն բոլոր գոյություն ունեցող նյութերը, ժամանակին կատարված ուսումնասիրությունները, որոնք կոնկրետ վերաբերվում են երկիր հայրենի այս վոկալ պոեմին, ժամանակի ընթացքում անցյալ դարի եւ նոր, այստեղից հավաքվել են ամենակարևորները եւ դրանք ներկայացվել են գիտական դաշտում, որպեսզի այս վակումը դուրս գա ու հասնենք անգամ այս գործեր են կատարվում։ Հրաշալի է։ Շատ Շնորհակալ շնորհակալություն ենք ձեզ։ մեզ հետ այս ամենի մասին կիսվելու համար։ Սրանք իսկապես շատ կարևոր արժեքներ են եւ շնորհակալ ենք, որ ձեր գործունեությամբ նպաստում եք դրանց պահպանմանը։ Ձեզ օրվա լավ շարունակություն։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։